Գրեթե 130,000 կամբոջացի երեխաներ եւ նրանց ընտանիքները ստիպված են եղել լքել իրենց տները Թայլանդի հետ սահմանային հակամարտության պատճառով, հայտարարել է Կամբոջայի տեղեկատվության նախարար Նեթ Ֆիակտրան։ Ավելի քան 127,000 երեխա փախել է իրենց ծնողների եւ ընտանիքների հետ, թողնելով իրենց տներն ու դպրոցները։ Վերջին տեղեկությունների համաձայն դեկտեմբերի 16-ի դրությամբ Կամբոջայի 6 նահանգներից մոտավորապես 126,500 ընտանիք կամ մոտավորապես 422,700 բնակիչ լքել էր իրենց տները սահմանային հակամարտության սրման պատճառով։ Նրանց թվում մոտավորապես 344,000-ը կանայք եւ երեխաներ էին։ Վերջին հաղորդագրությունների համաձայն Կամբոջայում հրետակոծության հետևանքով զոհվել է 15 եւ վիրավորվել 76 քաղաքացիական անձ։ Դեկտեմբերյան սրացումից ի վեր վնասվել են 42 բնակելի շենք, մի քանի կրոնական վայրեր, ինչպես նաեւ քաղաքային եւ ճանապարհային ենթակառուցվածքներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային պահանջելով տարածքային զիջումներ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին նման անվտանգության երաշխիքների դիմաց, որը ամրագրում է ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության սկզբունքը։ Ինչպես հաղորդում է Պոլիտիկոն, հղում անելով աղբյուրներին, Կիևը պետք է համաձայնվի այս պայմաններին հիմա։ Հակառակ դեպքում ամերիկյան կողմից հաջորդ առաջարկը այդքան էլ բարենպաստ չի լինի։ Ինչպես նշվում է հոդվածում, Միացյալ Նահանգները Ուկրաինային առաջարկում է անվտանգության երաշխիքներ, որոնք այն կստանար ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Պոլիտիկոն նշում է, որ առաջարկը ներկայացնում է Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինայի նկատմամբ ստանձնած ամենաուժեղ եւ ամենաակնհայտ անվտանգության պարտավորությունը։ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլ կարող է տեղի ունենալ այս շաբաթավերջին ռազմական մակարդակով եւ աշխատանքային խմբի մակարդակով, հաղորդում է Axios-ը հղում անելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրին։ Ըստ պորտալի սպասվող բանակցությունները ենթադրաբար տեղի կունենան Միացյալ Նահանգների որևէ վայրում, հնարավոր է Մայամիում, Ֆլորիդա եւ կմասնակցեն աշխատանքային խմբեր եւ զինվորականներ, որոնք ուսումնասիրեն քարտեզները։ Ըստ պորտալի դեկտեմբերի 14-ից 15-ին Բերլինում ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների անդամների միջև կայացած բանակցություններից հետո ակնհայտ առաջընթաց է գրանցվել, սակայն տարածքային հարցերում նշանակալի բացթողումներ են մնում։ ԱՄՆ զինված ուժերը երեքշաբթի օրը հայտարարել են, որ Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերում հարվածել են թմրանյութեր տեղափոխող 3 նավերի եւ սպանել են նավի վրա գտնվող 8 մարդու։ Դեկտեմբերի 15-ին պատերազմի նախարար Փիթ Հեքսեթի հրահանգով հարավային նիզակ համատեղ աշխատանքային խումբը հարվածներ է հասցրել միջազգային ջրերում ահաբեկչական կազմակերպություններին պատկանող 3 նավերի, ասվում է ԱՄՆ հարավային հրամանատարության հայտարարության մեջ։ Պենտագոնը պնդում է, որ հետախուզական տվյալների համաձայն նավերը հետևել են Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երկաթուղիներին եւ ենթադրաբար ներգրավված են եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Հարվածների հետևանքով զոհվել է 8 մարդ։ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ հույս ունի, որ Թբիլիսին հակառուսական խաղերում գործարքի առարկա չի դառնա։ ՌԻԱ Նովոստիին ասել է արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայել Կալուգինը։ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Գլխավորն այն է, որ Վրաստանը չդառնա գործարքի առարկա հակառուսական խաղերում, ընդգծել է նա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքով Ռուսաստանը ձգտում է Վրաստանի հետ կայուն հարաբերությունների, քանի որ Թբիլիսին ցուցաբերում է առողջ պրագմատիզմ եւ արտաքին հարաբերություններում բազմավեկտոր մոտեցման միտում։ Օրինակ Վրաստանը պատժամիջոցներ չի կիրառել կամ երկրորդ ճակատ չի բացել Ռուսաստանի դեմ, նշել է Կալուգինը։ Նա նաեւ ընդգծել է, որ Վրաստանը եւ Ռուսաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում հասել են զգալի տնտեսական նվաճումների եւ որ երկրներն ունեն ակտիվ կապեր, որոնք բերում են շոշափելի օգուտներ։ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունները շաբաթվա վերջին բանակցություններ կանցկացնեն Միացյալ Նահանգներում։ Այսօր կամ վաղը մենք կավարտենք մեր փաստաթղթերի մշակումը։ Հաջորդը կարծում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները խորհրդատվություններ կանցկացնի ռուսների հետ, ապա ամերիկյան պատվիրակության անդամները խորհրդակցություններ կանցկացնեն ԱՄՆ նախագահի հետ, որից հետո մեր թիմերը կհանդիպեն։ Կարծում եմ մեր բանակցային թիմերը շուտով կհանդիպեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Գուցե նույնիսկ այս շաբաթվա վերջին, ասել է նա։ Ուկրաինական Նովոստի լայվ հրատարակությունը ձայնագրությունը հրապարակել էր իր Telegram ալիքում։ Զելենսկու խոսքով բանակցային խմբերի հանդիպումից հետո նրանք կկարողանան քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հնարավորությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնել է Միացյալ Նահանգների առաջին Մեքսիկայի սահման պաշտպանության մեդալները, որոնք սահմանվել են իր վարչակազմի կողմից, որպես անօրինական ներգաղթի դեմ պայքարի արշավի մաս։ Իմ պաշտոնավարման առաջին օրը ես ստորագրեցի գործադիր հրամանագիր, որով Միացյալ Նահանգների զինված ուժերի հիմնական առաքելությունը դարձավ մեր հայրենիքի պաշտպանությունն ու պաշտպանությունը։ Մենք հավաքվել ենք այստեղ մեր զինծառայող տղամարդկանց եւ կանանց պատվելու եւ մեր սահմանների պաշտպանության գործում նրանց կենտրոնական դերը գնահատելու համար, ասել է Թրամփը մրցանակաբաշխության արարողության ժամանակ։ Առաջին պարգևատրման արարողության ժամանակ ամերիկացի զինվորներին ընդհանուր առմամբ շնորհվեց 13 մեդալ, ինչպես նշել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը։ ԱՄՆ Մեքսիկա սահմանը պաշտպանելու համար տեղակայված է ընդհանուր առմամբ 25000 ամերիկացի զինվոր։ Դեկտեմբերի 17-ից 18 Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում։ Այցի ընթացքում նախատեսված են երկկողմ հանդիպումներ։ Այս մասին հայտարարություն է տարածել անվտանգության խորհուրդը։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին դեկտեմբերի 18-ին ժամը 10:00-ին կրկին հրավիրել են հարցաքննության։ Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։ Շահրամանյանը հարցաքննության է հրավիրվել զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Հյուսիսային Օսիայից Վրաստան մտնելու հերթում գրեթե 2500 բեռնատարներ են, այս մասին հայտարարել են երկրի փոխվարչապետի աշխատակազմից։ Վերին Լարսի անցակետով անցնելուն սպասում են 2456 ծանր բեռնատարներ, ասել է նա։ Ընդհանուր առմամբ անցած շաբաթվա ընթացքում ռեգիոն 15 ռոյի հաղորդմամբ պետական սահմանը երկու ուղղություններով հատել է մոտավորապես 17000 տրանսպորտային միջոց եւ ավելի քան 35000 մարդ։ Մցխեթա Ստեփանցմինդա Լարս մայրուղին, այսպես կոչված վրացական ռազմական վայրուղին ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Հունգարիան եւ Սլովակիան կարող են դեմ լինել ռուսական սառեցված ակտիվների օգտագործմանը, գրում է Պոլիտիկոն։ Հունգարիան եւ Սլովակիան հավանաբար նույնպես դեմ կլինեն ռուսական ակտիվների բռնագրավմանը, նշում է հոդվածում։ Նախկինում հրատարակությունը հայտնել է, որ Իտալիան աջակցել է Բելգիային, Մալթային եւ Բուլղարիային։ ԵՄ-ի կողմից Ուկրաինան ռուսական սառեցված ակտիվներ ուղարկելու ծրագրի դեմ հանդես գալու հարցում։ Դեկտեմբերի 15-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի ստացել է 18.1 տրիլիոն ռուբլու հայց։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, որին Արգենտինան առաջադրել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, կարծիք է հայտնել, որ կազմակերպությունը վատ է գործում։ Նրա խոսքով ՄԱԿ-ը մոռացել է, թե ինչու է ստեղծվել։ Այն ստեղծվել է պատերազմները կանխելու, խաղաղությունն ապահովելու համար։ Եթե քարտեզի վրա վերլուծենք պատերազմի օջախները, Սուդանը, Ռուանդան եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Թայլանդը եւ Կամբոջան, Սահելը, միաժամանակ Ադրբեջանն ու Հայաստանը, Գազան, ընդհանուր հայտարարը ՄԱԿ-ի բացակայությունն է, նշել է Գրոսին իսպանական El País թերթին տված հարցազրույցում։ Այս առումով ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը կարծում է, որ ՄԱԿ-ը վատ է գործում։ Հարցին, թե արդյոք ժամանակն է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կին ընտրելու, Գրոսին պատասխանել է. «Մեկը պետք է ընտրվի իր հայացքների համար, այլ ոչ թե այն պատճառով, որ 80 տարի մարդկանց այս պաշտոնում աշխատելուց հետո կնոջ ժամանակն է»։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը նաև հայտնել է, որ շատերը քննադատել են իրեն Ուկրաինայի հակամարտության սկսվելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցի համար։ Հարավային Աֆրիկան պնդում է ԱՄՆ ներկայիս նախագահության օրոք 20-յակի խմբին լիարյավ մասնակցության վրա եւ չի կոչ անի բոյկոտել G20-ը, հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վինսենտ Մագվենյան։ Մենք պնդում ենք, որ Միացյալ Նահանգների G20-ի նախագահությունից հրավեր ստանանք G20-ի բոլոր հանդիպումներին, հիմնվելով այն բանի վրա, որ Հարավային Աֆրիկան G20-ի հիմնադիր երկրներից մեկն է, ասել է նա Պրետորիայում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Մենք ներկայումս խորհրդակցում ենք G20-ի բոլոր երկրների հետ եւ ակնկալում ենք, որ նրանք բացահայտորեն կարտահայտեն իրենց աջակցությունը մեզ եւ համապատասխանաբար կարձագանքեն ԱՄՆ-ի որոշմանը Հարավային Աֆրիկայի անդամակցությունը G20-ին մասնակցելու վերաբերյալ։ Մենք ձգտում ենք կոնսենսուսի այս հարցում։ Մագվենյան ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մարտահրավեր է նետել G20-ին Հարավային Աֆրիկային արգելելով մասնակցել դրա աշխատանքներին հաջորդ 12 ամիսներին։ Այնուամենայնիվ ներկայիս պայմաններում մենք չենք բոյկոտի G20-ը, ասել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի խոսնակը։
Եվրամիությունը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Եվրոպայում անկայունացմանը ենթադրաբար մասնակցած 12 անձանց նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Բրյուսելում կայանալիք արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ Պատժամիջոցներ կկիրառվեն Եվրոպայում Ռուսաստանի անկայունացման 12 գործակալների նկատմամբ։ Սրանք 12 անձինք են, որոնք ներգրավված են արտաքին միջամտության մեջ, այդ թվում թվային միջամտության մեջ, ասել է Բարոն։ Նրա խոսքով սև ցուցակում կներառվեն մասնավորապես Ֆրանսիայի քաղաքացի Քսավիե Մորոն, ռազմական փորձագետ եւ հանրապետության զինված ուժերի նախկին դեսանտավոր սպա, ինչպես նաեւ ամերիկացի Ջոն Մարկ Դուգանը, որը 2016 թվականին քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանում իր հայրենիքում ՀԴԲ-ի կողմից հետապնդվելուց հետո։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ վերջին 4 տարիների ընթացքում Ռուսաստանի դեմ կիրառված արևմուտքի պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունեցել երկրի վրա։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Ստամբուլը մնում է միակ վայրը, որտեղ Ռուսաստանն ու Ուկրաինան կարողացել են քննարկել կարգավորման հարցը եւ Անկարան պատրաստ է վերսկսել այս բանակցային գործընթացը։ Ռուս-ուկրաինական պատերազմը մեր տարածաշրջանի առջև ծառացած ամենադժվար փորձություններից մեկն է։ Առաջին իսկ օրվանից մեր սկզբունքը հստակ էր։ Պատերազմում հաղթողներ չկան, իսկ արդար խաղաղության մեջ պարտվողներ։ Այս համոզմամբ առաջնորդվելով մենք այն երկիրն էինք, որն ամենաինտենսիվ ջանքերը գործադրեց պատերազմը դիվանագիտական միջոցներով ավարտելու համար։ Ստամբուլը մնում է միակ վայրը, որտեղ կողմերը կարողացել են հանդիպել տեխնիկական մակարդակով եւ քննարկել խաղաղ կարգավորման պարամետրերը, ասել է նախարարը Անկարայում բացված ամենամյա դեսպանների համաժողովում։ Նա հավելել է, որ Թուրքիայում բանակցություններ անցկացնելը թուրքական դիվանագիտության նկատմամբ վստահության դրսևորում է։ Թուրքիան պատրաստ է իրականացնել ցանկացած նախաձեռնություն, աջակցելու դեր խաղալ եւ վերականգնել խաղաղության բանակցությունների հարթակը, պատերազմը դիվանագիտական միջոցներով ավարտելու նպատակով, հավելել է նա։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դեկտեմբերի 17-ին կայցելի Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտադիր են մանրամասն քննարկել միջազգային արդիական հարցեր, այդ թվում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ։ Հատուկ ուշադրություն կդարձվի ռուս-իրանական հարաբերությունների ավանդաբար խիտ երկկողմ օրակարգի արդիական հարցերին, որոնք 2025 թվականի հոկտեմբերի 2-ին նոր միջպետական պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո հասել են համապարփակ ռազմավարական գործունեության որակապես նոր մակարդակի։ Փարիզի Լուվրի թանգարանը փակ կլինի ամբողջ օրը։ Երկուշաբթի օրը հաղորդել է BFM TV-ն, հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ France Press գործակալությունը հայտնել էր, որ Լուվրը երկուշաբթի օրը չի բացվել թանգարանի աշխատակիցների կողմից հայտարարված անժամկետ գործադուլի պատճառով, որը բողոքի նշան էր աշխատանքային պայմանների վատթարացման եւ ռեսուրսների պակասի դեմ։ AFP-ի փոխանցմամբ գործադուլին մասնակցում է 400 մարդ։ Թանգարանը ամբողջ օրվա ընթացքում փակ կմնա, ասվում է հայտարարության մեջ։ Ֆրանսիական 3 արհմիություններ, այդ թվում աշխատանքի առաջատար ընդհանուր կոնֆեդերացիան, դեկտեմբերի 8-ին կոչ արեցին Լուվրի աշխատակիցներին անժամկետ գործադուլ սկսել դեկտեմբերի 15-ից։ 2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին կտրամադրվի մինչեւ 20% հետվճար, գործող 12%-ի փոխարեն։ Արդյունքում կենսաթոշակառուները եւ նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչեւ 10,000 դրամով, գործող 6,000 դրամի փոխարեն։ Այս մասին տեղեկացրել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Նոյեմբեր ամսվա տվյալներով ծրագրից օգտվում է 360,432 քաղաքացի։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 327 միլիարդ դրամի անկանխիկ գործարք եւ հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է շուրջ 30 միլիարդ դրամ։ Նշենք, որ 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների, այդ թվում կենսաթոշակների եւ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վճարումը կիրականացվի անկանխիկ եղանակով։ Ադրբեջանի իշխանությունները որոշել են համաներում շնորհել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր ագրեսիաների մասնակիցներին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, համաներման մասին ակտի նախագծի համաձայն նախատեսվում է պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատել 44-օրյա պատերազմին եւ Լեռնային Ղարաբաղի օկուպացիային անմիջականորեն մասնակցած անձանց, ինչպես նաեւ այդ գործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած անձանց մերձավոր ազգականներին եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց։
Համաներբան նախաձեռնողը անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։ Դրանով իսկ Ադրբեջանի իշխանությունները կամրապնդեն հայատյացության քաղաքականությունը, որն ակտիվորեն իրականացվում է կրտսեր Ալիևի իշխանության գալուց ի վեր։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ քանդակագործ Լևոն Թոքմաջյանի պարուր սևական լռելի զանգակատուն քանդակը, որը օրերս տեղադրվել է Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում, կհեռացվի։ Այս մասին Եվրամեդիա 24-ի հետ զրույցում ասել է պարուր սևակի թոռը Սևակ Ղազարյանը, նշելով, որ արձանը Լևոն Թոքմաջյանի անձնական նախաձեռնությունն ու անձնական նվերն է Զանգակատուն համայնքին։ Դա պետական պատվեր չէ, պետական միջոցներ չեն ծախսվել։ Հեղինակն իր սրտաբուխ նվերն է արել համայնքին, քանի որ բուռն քննարկում եղան սոցցանցերում, որոշեցինք մեր թանգարանի էջով գյուղի բնակիչների շրջանում սոցհարցում անցկացնել, պարզելու համար ուզում են հեռացվի արձանը, թե ոչ։ Ի վերջո նվերը գյուղինն է եւ բնակիչները պետք է որոշում կայացնեն։ Այս պահի դրությամբ 80%-ից ավելին քվեարկել է, որ չի ցանկանում, որպիսի արձանը մնա, ըստ այդը մենք կվարվենք իրենց ցանկությամբ, ասել է Ղազարյանը։ Նա նաեւ նշել է, որ մի քանի օր էլ կսպասեն հարցման արդյունքներին եւ արձանը կհեռացնեն դպրոցի բակից։ Ավստրալիայի նոր հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը հայտնում է, որ Բոնդի լողափում հրեական համայնքի դեմ հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի։ Եվս 29 մարդ, այդ թվում 1 երեխա տեղափոխվել են հիվանդանոց, տեղեկացնում է BBC News-ը։ Լողափում տեղի էր ունենում Հանուկայի մեկնարկին նվիրված միջոցառում, որին ոստիկանության տվյալներով մասնակցում էր ավելի քան 1000 մարդ։ Ոստիկանության տվյալներով 1 զինված անձ սպանվել է, իսկ երկրորդ կասկածյալը գտնվում է ծայրահեղ վիճակում։ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ Բեռլինում ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները գաղտնի են ընթացել, գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը։ Լրագրողները գրեթե ոչ մի տեղեկություն չունեին այն մասին, թե ով ում հետ է խոսել եւ երբ, նշում է հրատարակությունը։ Ավելի վաղ Բեռլինում Գերմանիայի դաշնային կանցլերության գրասենյակում տեղի ունեցել ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների հանդիպում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ ԱՄՆ պատվիրակության կազմում էին նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան ձեռնարկատեր Ջարեդ Քուշները։ Ուկրաինական կողմից մասնակցում էին Վոլոդիմիր Զելենսկին, անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը եւ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Խնատովը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարճ ողջունի խոսքից հետո լքել է նիստերի դահլիճը։ Ուկրաինան պնդում է անվտանգության երաշխիքների վրա որպես խաղաղության համաձայնագրի նախապայման, մինչդեռ Վաշինգտոնը առաջարկում է բազմաթիվ մոտեցում, որի շրջանակներում դրանք կհամաձայնեցվեն ժամանակի ընթացքում, հաղորդում է Կիև Post-ը հղում անելով իրավիճակին ծանոթ արևմտյան պաշտոնյաներին։ Աղբյուրներից մեկի համաձայն Վոլոդիմիր Զելենսկու երեկվա բանակցությունները ԱՄՆ պատվիրակության հետ, որը ներկայացնում էին հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆն ու ԱՄՆ առաջնորդի փեսան Ջարեդ Քուշները, կարելի է բնութագրել որպես գործողությունների հաջորդականության վերաբերյալ ամենամանրամասն քննարկումը, որը մենք երբևէ տեսել ենք՝ հրադադարի մեխանիզմներ, անվտանգության երաշխիքներ եւ տնտեսական կայունացում։ Սա բեմադրված լուսանկարահանում չէր։ Սրանք 5-ժամյա տանջալից բանակցություններ էին, որոնց ընթացքում ոչ ոք չձևացրեց, որ փոխզիջումները չեն հանգեցնի քաղաքական պայթյունների, ասել է աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն խնդրել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին չպատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը, վախենալով, որ նա կհրաժարվի Կիևին ցուցաբերած աջակցությունից, հաղորդում է Financial Times-ը հղում անելով աղբյուրներին։ Զելենսկին եւ Մարկ Ռյուտեն անցյալ շաբաթ խնդրել են ֆոն դեր Լեյենին չքննադատել Թրամփին՝ ի պատասխան նրա հարձակման, նշել է հրատարակությունը։ Հրապարակումը նաեւ նշել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները վրդովված են ֆոն դեր Լեյենի լռությունից ԱՄՆ վարչակազմի կոշտ հայտարարությունների վերաբերյալ։ Աղբյուրների համաձայն որոշ առաջնորդներ նույնիսկ առաջարկել են շրջանցել Բրյուսելը որպես Թրամփի եւ նրա թիմի հետ հաղորդակցման միջոց։ Եվրամիությունը չի կարողանա համաձայնել Ուկրաինային ֆինանսավորել եվրոպարտատոմսերի միջոցով։ Բրյուսելի համար միակ լուծումը ռուսական ակտիվների բռնագրավումն է, փոխհատուցման վարկի անվան տակ։ Այս մասին լրագրողներին հայտնել ԵՄ արտաքին գործերի նախագահ Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարների նախատեսված հանդիպմանը ժամանելուն պես։ Եվրոբոնդերի տարբերակը չի աշխատի։ Ես այս տարբերակը ԵՄ երկրներին առաջարկեցի մոտ 2 տարի առաջ եւ այն չաշխատեց, քանի որ այն պահանջում է միաձայն որոշում, մինչդեռ որակյալ մեծամասնությունը բավարար է փոխհատուցման վարկի համար, ասել է Կալասը։
ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև Բերլինում բանակցությունները դժվար էին, քանի որ ամերիկյան կողմը չէր ցանկանում փոխզիջման գնալ իր խաղաղության համաձայնագրի նախագծի հարցում, հաղորդում է The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով բանակցությունները տևել են 5 ժամ եւ կշարունակվեն երկուշաբթի օրը։ Եվրոպացի եւ ուկրաինացի պաշտոնյաների խոսքով քննարկվելու են Կիևի անվտանգության երաշխիքները։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ այլ եվրոպական երկրներ մշակել են մանրամասն ծրագրեր, որոնցում ուրվագծվում է այն օգնությունը, որը նրանք պատրաստ են տրամադրել, այդ թվում զորքերի հնարավոր տեղակայումը։ Վաշինգտոնը դեռևս քաղաքական որոշում չի կայացրել այն մասին, թե ինչ օգնություն է պատրաստ տրամադրել, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Կիրակի օրը Բերլինի Գերմանիայի դաշնային կանցլերությունում տեղի է ունեցել ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների հանդիպումը Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Գարեգին Բաամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ հայ առաքելական Սուրբ եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին Սուրբ Աբգար Նախավկայի եւ Քրիստոսին հավատացող մեր Անդրանիկ Թագավորի հիշատակության տոնի առթիվ Շիրակի թեմի առաջնորդանիստ Գյումրու Սուրբ Հյոթվերք եկեղեցում առավոտյան ժամը 10:00-ին կմատուցվի Սուրբ եւ անմահ պատարագ։ Հավարտ Սուրբ պատարագի աղոթք կբարձրացվի առ Աստված ապօրինի ազատազրկված Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանի, Տեր Բագրատ arczepiskopos Գալստանյանի, Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանի, Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի, Տեր Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի եւ անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների համար, ասված է հայտարարության մեջ։ Արցախյան քաղաքասարակության ներկայացուցիչները նամակով դիմել են Գարեգին Բաամենայն հայոց կաթողիկոսին, խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանին փոխելու հարցը։ Արցախցիներս ակամայից կանգնած ենք ցավալի իրողության առաջ դիմել ձերդ սրբությանը, հայտնելով մեր խորը հիասթափությունն ու զայրույթը Արցախի թեմի ներկայիս առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանի վերջին քայլերի եւ հրապարակային պահվածքի վերաբերյալ։ Խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը, քանզի ներկայիս առաջնորդը լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը եւ իր բռնած ճանապարհի պատճառով այլևս չունի որևէ բարոյական հիմք շարունակելու առաջնորդել դավաճանված Արցախի հայոց թեմը, ասված է նամակում։ 2025 թվականի դեկտեմբերի 12-ին Սմբատ Մհերի Կիրակոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին հրազենային վնասված հայտնաբերվել էր դեկտեմբերի 12-ին ժամը 16:00-ի սահմաններում։ Սիդնեյում ահաբեկչական հարձակման ժամանակ քաղաքացիական անձանց կրակոցները տևել են գրեթե 6 րոպե, որի ընթացքում հանցագործները հասցրել են արձակել 103 կրակոց։ Այս մասին հայտնել է ABC հեռարձակող կորպորացիան, որը ձեռք է բերել փողոցային հսկողության տեսախցիկի ձայնագրություններ, որոնք ֆիքսել են հանցագործների բոլոր գործողությունները։ Սիդնեյում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 15-ի։ Լեհաստանը կարող է Ուկրաինային փոխանցել 6-ից 8 MiG-29 կործանիչներ, որոնք Լեհաստանի ռազմաօդային ուժերը կհանեն շահագործումից մինչև դեկտեմբերի վերջ։ Այս մասին TV 24-ին տված հարցազրույցում հայտարարել է Պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկը։ Լեհաստանը քննարկում է մի քանի MiG-29 ինքնաթիռներ Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը, որոնք նախատեսված է դուրս բերել լեհական ռազմաօդային ուժերից մինչև տարեվերջ, ասել է նա, հավելելով, որ խոսքը 6-8 ինքնաթիռի մասին է։ Տոմչիկն ընդգծել է, որ այդքան շատ է ինքնաթիռների Ուկրաինայի փոխանցումը չի ազդի Լեհաստանի ռազմաօդային ուժերի գործառնական կարողությունների վրա։ Դեկտեմբերի 10-ին Լեհաստանի բանակի գլխավոր շտաբը հայտարարեց ուկրաինական հրթիռային տեխնոլոգիաների դիմաց Ուկրաինայի պիտանելիության ժամկետը ավարտած MiG-29-ները փոխանցելու հնարավորության մասին։ Այդ ժամանակ Ուկրաինայի փոխանցման համար հասանելի MiG-29-ների քանակը չէր բացահայտվում։
ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը կարող է կրկին առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում, հաղորդում է Axios-ը։ Լրագրողների տվյալներով Հարիսը անցյալ շաբաթ մի քանի քայլ է ձեռնարկել, որոնք դեմոկրատական կուսակցության պաշտոնյաները դիտարկում են որպես նոր նախագահական քարոզարշավի մեկնարկ։ Մասնավորապես, դեկտեմբերի 12-ին Լոս Անջելեսում ունեցած ելույթի ժամանակ նա շեղվել է իր առաջին քարոզարշավի հռետորաբանությունից, որով նա աջակցել է ԱՄՆ նախկին նախագահ եւ կուսակից Ջո Բայդենի քաղաքականությանը եւ քննադատել է երկու կուսակցություններին էլ։ Նա նշել է, որ եւ դեմոկրատները եւ հանրապետականները չեն կարողացել արդարացնել հանրության վստահությունը։ 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Հարիսը պարտվել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։ Ռամզան Կադիրովը հայտնել է 2026 թվականին Չեչնիայի ղեկավարի ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին, եթե առաջարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ես կգնամ ընտրությունների, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկի եւ ժողովուրդը աջակցի, ասել է նա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրում ստեղծված իրավիճակը շարունակում է բարդ մնալ Ռուսաստանի կողմից իրականացված հարվածներից հետո։ Նրա խոսքով վերջին արձակումները զգալի վնաս են հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով մի շարք շրջաններում խաթարվել են կենսական ծառայությունները։ Զելենսկին նշել է, որ արդեն երեկվանից պետական եւ արտակարգ ծառայությունները զբաղված են էլեկտրոէներգիայի, ջերմամատակարարման եւ ջրամատակարարման վերականգնման աշխատանքներով տարբեր մարզերում։ Սակայն ըստ նրա վերականգնման գործընթացը ժամանակ է պահանջում, հաշվի առնելով վնասների ծավալը։ Ուկրաինայի նախագահի փոխանցմամբ ներկայումս 100 հազարավոր ընտանիքներ մնում են առանց էլեկտրականության Նիկոլաևի, Օդեսայի, Խերսոնի, Չեռնիգովի, Դոնեցկի, Սումիի եւ Դնեպրոպետրովսկի մարզերում։ Այդ շրջանները վերջին օրերին ենթարկվել են ինտենսիվ հարվածների։ Նա նաեւ հայտնել է, որ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ կիրառել է ավելի քան 1500 հարվածային անօդաչու թռչող սարք, մոտ 900 կառավարվող ավիառումբ եւ 46 տարբեր տեսակի հրթիռ։ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը հայտարարել է կառավարության պատրաստակամության մասին խստացնելու երկրում զենքի մասին օրենքները ահաբեկչական հարձակումից հետո։ Կառավարությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում զենքի մասին ավելի խիստ օրենքների անհրաժեշտությունը։ Նրա խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Վարչապետը նշել է, որ մեկ անձի կողմից տիրապետվող զենքի քանակը կարող է սահմանափակ լինել եւ սահմանափակումները կարող են վերաբերել նաեւ զենքի տիրապետման լիցենզիաներին։ Դեկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում, մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։ Երևանում վերջին օրերին օդի որակի էական բարելավում է արձանագրվել հյուսիսային քամու ներթափանցման արդյունքում փոշու ցուցանիշները հասել են ամառային ցուցանիշների մակարդակներին։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։ Երեկվանից տարածաշրջան է ներթափանցել հյուսիսային քամի, որի արդյունքում արձանագրվել է օդի որակի զգալի բարելավում։ Բարելավումն այնքան էական է, որ համադրելի է ամառային ցուցանիշների հետ։ Երեկ առավոտյան PM2.5-ի ցուցանիշը կազմում էր շուրջ 30, այսօր 65.8։ Միևնույն ժամանակ Հայկազյանը նշել է, որ շարունակաբար ներկայացվում է օդի որակի վերաբերյալ տեղեկատվությունը, ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է ինչպես մարդածին, այնպես էլ բնական գործոններով։ Եղանակը առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ին 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 17-ից ցերեկը 18-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ին Արարատյան եւ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ից ցերեկը եւ 17-ի գիշերը կնվազի 2-ից 4 աստիճանով։ Երևան քաղաքում դեկտեմբերի 16-ին հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 17-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 16-ից ցերեկը կլինի 5-ից 7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +2 աստիճան։